Անցում է սոցիոլոգիական հարցումների համար շատ լավ ժամանակներ, ճիշտ ու սխալ, իրական եւ կեղծ, բարև եւ հետաքրքիր է արդեն, գիտեք, ամենօրյա ռեժիմով ինձ թվում է մենք սոցիոլոգիական հարցումներ ենք տեսնելու, ամենօրյա ռեժիմով։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Որ այդպես կլինի։ Այո։ Դուք հավատում եք սոցիոլոգիական հարցումներին։ Այն հիշում եք մի ժամանակ ասում, դուք հավատում եք Կրիշնային, չէ՞, մոտարապես այդպիսի հարց եղավ։ Այսպես ես ձեզ ասեմ, իմ կարծիքով սոցիոլոգիական հարցումները դրանք քաղաքականություն են։ Միգուցե կարող ենք անվանել սոցիոլոգիական քաղաքականություն եւ հանրության մոտ տպավորություն են փորձում ստեղծել այս կամ այն ուժի գերակա լինելու մասին։ Եվ ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան շատանում են սոցիոլոգիական հարցումները, որոնք երբեմն իրար հակոտնյա են լիովին։ Մի սոցիոլոգիական հարցումով իշխանությունը ունի 40%, մյուսով ունի 10%, եւ շուտով կարծում եմ հանրությունը, որը հետևում է սոցիոլոգիական հարցումներին, ընկնելու է մի նոր ընկճախտի մեջ եւ կորցնելու է հավատը սոցիոլոգիական հարցումների նկատմամբ։ Անկամ այն ճշգրիտ գիտականորեն ճշգրիտ արված սոցիոլոգիական հարցումները հավատ չեն ներշնչելու քաղաքացիների մի մասի մոտ։ Համաձայն եմ, բայց սոցիոլոգիական հարցումները միշտ խնդիր են եղել Հայաստանում։ Կարծես մարդիկ միշտ ինչ-որ մտածում էին դրա հակառակն էին ասում, ինչ գործ ունենք, էլի այսպես մտածելով։ Հիմա հեռախոսային հարցում, դեմ առ դեմ հարցում եւ այլն։ Ես ուզեի ձեր այսպես մասնագիտական, քաղաքագիտական գնահատականը, ինչպիսի հարցում պետք է լինի, ինչ ընդգրկում պետք է լինի, որ անձամբ դուք հավատաք։ Տեսեք, ես կարող եմ հավատալ միայն, քանի որ ես ինքս գիտական ոլորտից եմ, կարող եմ հավատալ գիտականորեն հիմնավորված եւ շատ ընդգծված մի սեգմենտի մոտ անցկացված հարցումի։ Ինչու եմ ասում ընդգծված սեգմենտի մոտ, սեգմենտ, որը չի խուսափի պատասխանելուց, որը չի վախենա եւ հրապարակավ չի ասի, որ ընտրելու է X-ին, բայց մտքում նկատի ունենալով Y-ին։ Այսինքն միգուցե դա կոչվում է մասնագիտական շրջանակներում արված հարցում, ես այդպիսի հարցմանը կհավատամ, որը կտա նաեւ իմ կարծիքով օբյեկտիվ պատկերը եւ մյուս առումով գիտեք, այսպիսի մի հասկացություն կա սոցիոլոգիական հարցում, որտեղ մարդը վախենում է, ասում է երևի ինձ նկարում են եւ այլն, ասում է, որ ընտրելու է, ասենք, իշխանության, բայց դրան հակադիր կա այսպես կոչված լուռ ընդդիմություն։ Լուռ ընդդիմությունը որն է, որը իր քայլը, իր ընդդիմադիր քայլը անում է քվյա խցում, մի հատ էլի նայելով, որ հանկարծ վերևը թաքնված տեսախցիկ կլինի, իր քայլը անում է։ Այսինքն նայեք, ես ձեզ օրինակ կարող եմ բերեմ իմ մասնագիտությունից։ Թուրքիայում 1960 թվականին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։ Հեղաշրջումներից առաջինը, հետո եւս 3-ը լինել է։ Եվ դրանից որոշ ժամանակ հետո բանակը, որ հեղաշրջում էր արել, անցկացրեց սահմանադրական փոփոխություն։ Եվ քարոզում էր, որ նոր սահմանադրության կողմ քվեարկեն։ Պատկերացնում եք հեղաշրջումից հետո բանակի այդ իրականացրած ագրեսիվ գործողություններից հետո բնակչության մոտ 40%-ը, 39%-ը գնաց դեմ քվեարկեց սահմանադրության։ Դա լուռ ընդդիմությունն էր։ Լուռ ընդդիմություն էին իրենք անգամ բանակին, գեներալիտետին, հեղաշրջումից 1 տարի հետո։ Այնպես որ սոցիոլոգիական հարցումներն ու լուռ ընդդիմությունը երևի թե իրար հետ շահկապված, բայց իրար դեմ գործող երևույթներ են։ Շատ լավ, լուռ ընդդիմությունը այսօր մեր հանրության մեջ ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների մոտավորապես մի 60% է։ Մարդիկ, ովքեր չասենք լուռ ընդդիմություն, ասենք լուռ քաղաքացիներ, ովքեր կողմնորոշված չեն, նրանց ընտրատեղամաս գրավելու համար, գայթակղելու համար, որպեսզի մասնակցեն եւ կատարեն իրենց քաղաքացիական պարտքը քվեարկեն։ Ինչ նախադրյալներ են պետք։ Տեսեք, ես փորձեմ այսպես ասել, բացի լուռ ընդդիմությունից, այդ լուռ ընդդիմության մեջ կան նաեւ անտարբեր ընդդիմություն, կան մարդիկ, որոնք տեղամաս գնալու հանդեպ ֆոբիա ունեն կամ չեն ուզում գնալ տեղամաս։ Հիասթափված են մի քանի անգամ։ Հիասթափված են տարբեր պատճառներով, այո։ Այսինքն այդ լուռ ընդդիմության մեջ մենք պետք է առանձնացնենք
քվեարկության գնալուն հակված եւ չհակված սեգմենտների եւ չգնալուն հակվածները բնականաբար շատ ավելի մեծ է։ Նրանցից է կախված ընտրության ելքը։ Այո, ինչպես կարելի է գրավել, միգուցե շատ օրիգինալ չթվամ այն, որ հայտնի դեվիզները, որ ձերանից է կախված եւ այլն եւ այլն։ Այդ մեկը դու ես։ Այո, բայց դրանք քաղ տեխնոլոգիաներով ապացուցված են, այդ մեկը դու ես կամ պաստար, որը մատով ուղում է հենց քեզ, որ դու պետք է անես, դու պետք է գնաս եւ այլն, բայց միգուցե նաեւ կարելի է շրջանառության մեջ դնել այն, որ լուր ընդդիմությունն է հաղթելու, եթե լուր ընդդիմությունը տանը չմնա, այլ այդ պահին գնա տեղամաս։ Այսինքն իրենց հավաքական իմաստով թիրախավորել, որ դուք եք հաղթողները, այլ ձեր սեգմենտը լուր ընդդիմությունն է, ձեզնից է կախված, դուք էլի լուր մնացեք, բայց մի կես ժամ այդ ձեր օրը տրամադրեք, գնացեք տեղամաս, էլի ձեր լուր քայլը արեք։ Ահա մեր քաղաքի այսքան տներ, հիմա ես ցույց եմ տալիս, մարդիկ, բնակիչներ իրենց լուր դիրքորոշմամբ մեզ դեռևս հայտնի չէ, բայց ուզում եմ մի բան ճշտել։ Այս 3 ամիսը, որ դեռ ունենք 100 օրը եւ մի քիչ արդեն պակաս, կարող է այսպես վճռական եւ բեկումնային փոփոխություն արձանագրել այս մեր բնակիչների համոզմունքներում։ Գիտեք, հայ ժողովուրդը մի ժողովուրդ է, որը այսպեսի պատմության մեջ դրվագներ ունի, մի հատը բերեմ, որը լռել է, նահանջել է, օրինակ 1918 թվականին մինչև Սարդարապատ, մեկ էլ Սարդարապատի ժամանակ միանգամից ոտքի է կանգնել։ Եվ Սարդարապատը, փաստորեն ինչու ենք մենք հատկապես կարևորում Սարդարապատի ճակատամարտը, որովհետև այնտեղ մասնակցել է հասարակ գյուղացին, գեներալը, կաթողիկոսը, այս քաղաքական գործիչները, այսինքն հասարակության ողջ սեգմենտը։ Միգուցե տեղ նաև այդ լուր ընդդիմությունն է, որ լռել հասել է Սարդարապատին, մեկ էլ չի դիմացել, ոտքի է կանգնել եւ բեկել է։ Հիմա ես չեմ ուզում ասել, չնայած կարող եմ եւ ասել, որ այս ընտրությունները ըստ էության շատ նման են քաղաքական Սարդարապատին, որովհետեւ այս իշխանության վերարտադրությունը չի խոստանում որևէ լավ բան, այլ խոստանում է ճիշտ հակառակը, այս իմաստով աննախադեպ են եւ հանրությունը միգուցե ձեր ասած 100 օրվա ընթացքում տոգորվի այն նույն զգայարաններով, ինչ որ տոգորվել է մեր պետություն, մեր հասարակությունը վճռական պահերի։ Իսկ սա վճռական պահերից մեկն է։ Այսինքն շուտ է ուրախանալ եւ ցույց տալ հարցումներ, որտեղ ասենք իշխանությունը իր ընդդիմախոսների համեմատ առաջին այսպես որ ես աշխարհում չեմ տեսել որևէ իշխանություն, որ ներկայացնի սոցիոլոգիական հարցում, որտեղ ինքը պարտվում է։ Ես աշխարհի որևէ երկրում այդպիսի իշխանություն ուղղակի ինդիմադիրներն ավելի շատ են պարտվում այդ նույն հարցմամբ։ Այո, բայց ինչի նկատմամբ է պարտվում։ Այո, հա, բայց իշխանություն տրամաբանական չէ լինի, որ ներկայացնի, որ ասել ես մի բանից ուզում եմ ասել, որ այս սոցիոլոգիական հարցումներով ես պարտվում եմ։ Ես շատ փոքր աջակցություն ունեմ։ Դրա համար սա քաղաքական մանիպուլյացիայի ձևերից մեկն է իմ կարծիքով։ Այսինքն նրանց ավելի շատ հետաքրքրում է ցույց տալ ընդդիմախոսների, ընդդիմադիրների ցածր տոկոսները։ Իհարկե, այսինքն ցույց են տալիս, որ ամենամեծ շանսեր ունեցող ընդդիմադիրն անգամ 3 անգամ իրենց զիջում է։ Սա հոգեբանային, ենթադրում եմ, որ սա հոգեբանական զենք է, որ կարտացողը, չեզոք ընթերցողը նայի ասի, դե լավ է իմաստ չունի, լավ է չգնամ ընտրության։ Այդ դա իրենց իրականությունից նրանք խոսում են ժողովրդի անունից եւ ցույց են տալիս, որ աջակցություն ունեն շատ քիչ, 1/4-ն էլ ժողովրդի նույնիսկ։ Դուք հիշում եք Ուգո Չավեսին, որը ամենևին ժողովրդավար չէր։ Նա ասում էր հանձին Ուգո Չավեսի իշխում է ժողովուրդը։ Ստալինին հիշում եք, նա ոնց է ժողովրդների հայրն էր, չէ՞։ Ես չեմ տեսել որևէ մի բռնապետի կամ բռնապետական իշխանություն, որը չխոսի ժողովրդի անունից։ Դա լեգիտիմություն, քող, հաղորդող դրվագ է եւ տարբեր դարերում դա կիրառել են, հիմա էլ դա կիրառում են եւ հետո ժողովրդավարության բաստիոնում։ Այո, այո։ Շնորհակալություն զրույցի համար, ես նույնիսկ չեմ ուզում հիմա մենք խոսենք այդ տոկոսների մասին, որովհետեւ ինչպես հասկացանք, ժամանակ դեռ կա եւ այդ տոկոսները մեզ ոչինչ չեն հուշում, բացի այն, որ հանրությունը ընդհանուր առմամբ մեծ վստահություն չի դրսևորում որևէ ուժի։ Միայն մի բան ասենք, որ հանրությունը պետք է չհավատա այդ սոցիոլոգիական մանիպուլյացիաներին եւ կարող է հաղթել սոցիոլոգիական հարցումներին։ Շատ պարզ, գնա քվեատեղամաս
եւ հաղթել սոցիոլոգիական հարցումներին, ցույց տալու, որ իրականությունը։ իրենք սոցիոլոգիական հարցումները սխալ էին, իրենք ճիշտ։ Շատ լավ։ Շնորհակալություն։